Մա ինչ հոդվածով են, հա, իրենք տարբեր ոստիկանություն, քանի որ դեռ հոդվածը չեն ասում այս ոստիկանությունից։ Վարչական վարույթ է դրանց կողմից իրականացվում։ Ահա։ Եվ վարչական վարույթ իրականացնելուց հետո բոլորին ազատ կանցակերպ։ Այն պատգամավորների այն հնարավորությունը այստեղ կանխելու այդ ամենը մենք բազմիցս զգուշացվել է մեր կողմից, ոստիկաններից կողմից, մենք ցանկություն չենք հետապնդել, որ նրանց ի սկզբանե կարող ենք տալ, բայց պատկերացրեք, որ ոչ թե ինչ-որ լավություն ենք արել, չենք տալ, ուղղակի արժանականություն ենք վերցրել, հա, բայց եկեք տեսեք արժանականություն երբեմն անօրինականությունների այն կողմնակիցների մոտ դա դիտվում է որպես աշխատելակցև, ոչ, մարդիկ այդ կեն հասկանան։ Այն փոքր պաստառները, որոնց վրա գրված էր ոչ ակցված էր, մենք դա անտեսեցինք, բայց տեսեք, մտածեցի, որ կարող են ամբողջ լայնքով այդ մեծ հարցը դա չի, հարցը չարսերի չի, հարցը այդ վրան գրվածը չի, հարցն է, որ ստանային համապատասխան կուլտուրություն, գիտություն ընդունվել, այն երբ որ իրենք իրազեկում են ներկայացել քաղաքապետարան, նշեին հավաքի կազմակերպիչներ եւ ամբողջ մեղքը այս ամենը հավաքի կազմակերպիչներ են։ Այսինքն նշեին, որ ճաղավանդակներին պաստառ են փակցնում։ Այո, նշեին։ Չի չէ։ Երբ որ փակցնում են ամեն անգամ նշված է լինում։ Այդպես չի եղել, որ այստեղ փակցնեն եւ ոստիկանությունը եկեք չափսեր մեծ է, փոքր դրեցի մենք անտեսեցինք, բայց ամբողջությամբ այդ երկար լայն պաստառը ի սկզբանե մենք ընդառաջեցինք հավաքի կազմակերպիչներին, նրանք իրենց քանակից ելնելով բոլորը կարող են տեղավորվել մայթերի լայն էին, ֆիզիկապես կտեղավորվեն։ Իրեն միջի նրանք սկզբունքորեն ասեցին անպայման ուզում են բազում ասել, ասել թե չկերեք ձեզ երթևեկելի հատվածի մի առաջի գոտին տան իրենց եւ մենք ուղեկցեցինք, բերեցինք, հա, ամենակ հասցրեցինք, ազգային ժողովի այդ ճաղավանդակների մոտ հասցրեցինք։ Ընդհանուր առմամբ քանիսն են բերմանի ենթարկվել եւ Արամ Մանուկյանին ինչու է գործում բերմանի ենթարկել։ Ես նոր մի փոքր արար ձեր գործիքերոջը ասեցի, դե հիմա ասեք անընդհատ ներկայացնում։ Արամ Մանուկյանի ցանկություն չի եղել որևէ մեկի ներկայացնի, ուղղակի Արամ Մանուկյանը թուրիմասաբար հայտնվել է ավտոբուսի մեջ, որը ես ինքս նրան խնդրեցի, որ նա ցածի չնի, սակայն չէր ուզում ասի, եթե խոսքով վերջը հաշվով նա իջավ եւ ոստիկանների պարտավոր չեն ճանաչել, որ նա ազգային ժողով պատկանել։ Եթե նա մտել է հավաքի կազմակերպությունների մեջ, તો դրա տարբերանշան ունի նրա, որ ազգային ժողով պատկանելական չէ։ Պարոն Օսիպյան, նախորդ հարցից վերադառնալ, հա, հոդվածը չասեցիք, ինչ հոդված։ Այո։ Ասիկը սնտիկանն է։ Լավ, դե հարակ տեսին չէ այդպես։ Պարոն Օսիպյան, հոդվածը չասացիք, ինչ վարչական վարույթ ասացիք, բայց չասացիք ինչի համար։ Վարչական վարույթ։ Ոստիկանի օրինական բաժ չի կատարվում։ Եվ մի հարց էլ, հա, ասում են, որ սա քաղաքական ճնշում էր եւ ոստիկանություն հատկապես բերետավորների գալուց հետո ուժ կիրառեց, ոչ համաչափ եւ քաղաքական ճնշում են համարում։ Քաղաքական ճնշում։ Հարգելին ես, կարող եք վերցանումներ անեք իմ հեռախոսները, ինչ քաղաքական ճնշում։ Միշտ հիշեք, ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության ապակարգականացված համակարգ է, քաղաքական ճնշում կարող է լինել։ Վերցանեք իմ մոտքային երկային զանգեր եւ ինքներդ կտեսնեք ինչ քաղաքական ճնշում։ Եթե կարգ է խախտվում, ապա պետք է ճնշում լինի ոստիկանի հրաք պետք է լինի, որ ոստիկանը ականատես լինելով իրավական դեպքերի եւ չմիջամտի սպասի մինչեւ հրաք լինի, անթույլատրել եւ անհասկանալի է։ Օրինակ, մի օրինակ բերեմ, պարոն Օսիպյան, իմ աչքի առջև կնոջ հարվածեցին, դա ինչ է։ Կնոջ են հարվածել այստեղ։ Այո։ Դուք ականատեսել եք այդ տեսանյութ չգիտեմ, չէ, նկատի ունեմ այդպիսի դեպքեր տեսել եք էլի։ Ոչ։ Չեք տեսել։ Ցույց տվեք տեսանյութով եւ չեմ ուզում ձեր
դերասանց եք հասկացի կարգուներ, բայց կարող է դա եսեք այդ մի հատ երիտասարդ կա, քաղաքացի կա։ Հարցիս իմաստներ համաչափեր արդյոք ուժ է։ Իհարկե համաչափ։ Հիմա լավ ես ես ասեմ, խնդրում եմ հարցով, այսպես պատասխանեմ։ Խնդրում եմ առաջարկեք տարբեր ինքները դրագրողներով, եթե ճաղավանդակներից բռնվել եք, կախվել եք, ամբողջ ուժով եւ չեն իջնում, հրաժարում են իջնել մի քանի հոգի, եկեք չբացառենք նաեւ, որ չբացառենք, այստեղ քաղաքացիների կանգնած, բավարար այդ ծանր ճաղավանդակները իրանք շուրգային քաղաքացիների վրա, հաստատ հետևանքները ել ավելի բարդ են։ Եվ այդ քաղաքացիներին ինչպես իջացնեն ներքև, եւ որ փորձեն կարգ ասել, թե հարմոնիկական օրինական բաները։ Խնդրանքը չի անցնում, համոզման մեթոդը չի անցնում, չգիտեմ, այլ մեթոդներ, ինչ մեթոդներ կարելի է ներկայացնել, անգամ պատգամավորին ասում խնդրում եմ միջամտեք դու իջնե, պատգամավորին ասում եք այստեղ ես իմ ելույթ ունենամ, սատորնար հարցված էս պաստարը, հետո ես կավարտեմ իջնեմ, մենք կբանակցենք, բանակցելուց հետո կորոշենք կհան։ Այսինքն պայմանով եք խոսում ոստիկանություն։ Եվ երբ ազատ կարձակվեն մենք այդպես։ Տղաներու պայից, հա, 3 ժամից հետո։ Ներողություն։ Շնորհակալություն։